հարգանքներս ուղիղ Երևան Սևան մայրուղուց։ Մենք հիմա այստեղով ուղևորվում ենք ուղիղ Սևան քաղաք, որտեղ հրաշալի մի առիթ է, հայոց Սուրբ Օջախ է կառուցվում։ Հայտարարել են կառուցողների անուններն են Զաքարը եւ Մարիամը։ Տոկոսային առումով այստեղ վթարները ամենաշատն են գրանցվում, ամեն սանտիմետրը շատ գեղեցիկ է Սևան քաղաքի հետևաբար։ Բարեկամներ, այս գեղեցիկ ծաղիկները հենց ինքնին ուրախություն են եւ այս ուրախությունը հիմա մեծ թափով հարգանքով ու սիրով մտնում է սրա։ Դուք չեք մոռացել, չէ՞, որ վաղը առիթն է։ Ախպերս, ես երկու անակնկալ խառնել եմ իրար։ Ինչի՞ չես արել։ Հա չէ, ախպեր, ես վերջի պահին եմ զանգում։ Հորա ախպեր կանտենամ։ Երբ ես ասելու։ Եվ պետք է նշեմ, որ Ռոբը Զոնքաշ մայրիկին շատ է սիրում։ Բարեկամներ, հարգանքներս ուղիղ Երևան Սևան մայրուղուց։ Մենք հիմա այստեղով ուղևորվում ենք ուղիղ Սևան քաղաք, որտեղ հրաշալի մի առիթ է, հայոց Սուրբ Օջախ է կառուցվում եւ այդ օջախի անուններն են, կառուցողների անուններն են Զաքարը եւ Մարիամը։ Երկուսով որոշել են իրենց համատեղ սերը, երջանկությունը միավորել եւ դարձնել օջախ, ընտանիք, Սուրբ հայկական միություն։ Եվ այսօր այն օրն է, որ հավաքվել են գեղեցիկ մի ռեստորանում եւ նշում են իրենց գեղեցիկ առիթը, թե Արսիկի կողմի բարեկամներն են հավաքվել, թե Փեսայի դե բնականաբար, բայց նաեւ պետք է նշենք, եթե մենք գնում ենք նշանակում է բացական մարդ կա այնտեղ ու շատ կարևոր բացական մարդ, ասեմ ձեզ, որ այդ բացական այնքան ուժեղ հզոր անուշ աղբեր է, որ իր անվան դեմից պետք է անպայման ասես ոսկի նորը Ռոբ։ Ոսկի Ռոբը իր տիկնոջ կնոջ Վիկայի հետ միասին որոշել են անակնկալ անեն այս գեղեցիկ զույգին, իրենց օրհնությունները ուղարկեն Վիկան մեր Փեսայի Զաքարի որակրոջ դուստերն է։ Հետևաբար, եթե նայում ես Վիկայի կողմից, լինում է իր քեռու տղայի ամուսնությունն է, հարսանիքը։ Նա հարգելի պատճառով չի կարողացել գալ, որովհետև շուտով նրանք ունենալու են բալի։ Վերջի պահերն է, իրավունք չունի նստի ինքնաթիռ, հետևաբար չէր կարող գալ, բնությունը այդպես որոշեց, այնպես որ Վիկան չկարողացավ գալ, բայց որոշեց մեր միջոցով, մեր ձևով գեղեցիկ անակնկալ կազմակերպի իր շատ սիրելի եղբոր համար, նրանց մեջ այնքան ջերմություն կա, որ հալալ քուրուր եղբայր չեն, բայց հալալի պես են, արունակցական կապը կա, հարգանքը կա, սերը նույնպես։ Կլասիկ, սեր ու հարգանքը մեջն է, լրիվ ախպեր։ Այնքան ուժեղ է, որ ոսկի Ռոբը իմ անուշ աղբերն էլ այդ սիրով ու հարգանքով պարակվել ու որոշել է անակնկալը ավելի քաղցրացնի։ Հիմա բարեկամներ, ասեմ ձեզ, բացի Հարսիկին ու Փեսային նվեր տանելուց, տանում ենք նաև նվերներ Հարսիկի մայրիկին, Հարսիկի սկեսուր մայրիկին, այսինքն Փեսայի մայրիկին, մեր Վիկայի քեռակնոջը, անունները պետք է ասեմ, Անդրանի քեռի որդին այսօր ամուսնանում, եւ ասեմ, որ Փեսայի մայրիկը Աննան չէր սպասում, որ ծաղիկներ ունի, ինչպես նաև Հարսի մայրիկը Անահիտը չի պատկերացնում, որ ծաղիկներ ունի։ Ինչպես նաև այդտեղ մեծերից, հզորներից մեր լիտատատիկն է ներկա, ում նույնպես պետք է հանձնենք ծաղիկներ։ Իհարկե մեր Վիկայի մայրիկին, Տիկին Հեղինեին պետք է ծաղիկներ հանձնենք եւ ում որ ծաղիկ պետք է տանք, բացի լիտատատիկից, մնացածի կեսերը պետք է գան այդ ծաղիկը տան, որ մեր զույգը տեսնի, փառավորվի եւ ոգևորվի իր մեծերի սիրով ու իրանք էլ այդպես սիրուն գեղեցիկ ընտանիք կառուցեն, երեխաներ ունենան, ամուսնացնեն ու այս օրերը հիշեն։ Մենք էլ հիմա այս գեղեցիկ չեն աշխարհիկ հայոց ճանապարհներով սլանում ենք, գնում ենք դեպի ռեստորան։ Վերջերս այստեղ կայծակը այնքան ուժգին էր եղել, որ կամուջ էր քանդել, ճիշտ է, պատմության մեջ երևի թե առաջին անգամ էր այդպես բան լինում, բայց բնությունը զայրացել է մեզ վրա, այնպես որ պետք է զգուշ լինենք, բնությունը ալեխառն է մեր հանդեպ։ Նրա հետ պետք է շփվենք բարեկամներ, որ բնությունը շատ չջղայնանա մեր վրա։ Դες ինչ գեղեցիկ ճանապարհ է սարքել, դեռ վաղուց կա այս ճանապարհը եւ ամեն անգամ այս ճանապարհի գեղեցկությունը նշելով ես չեմ կարող չասել, որ սա վտանգավոր ճանապարհ է բարեկամներս։ Սա Հայաստանի Հանրապետության այն ճանապարհներից է, որտեղ վթարները անպակաս են։ Տոկոսային առումով այստեղ վթարները ամենաշատն են գրանցվում, հետեւաբար այստեղ վարելու ժամանակ զգոնությունը մի գործեք անգամ մի վայրկյան։ Սա վտանգավոր ճանապարհ է, հիշեք, այն գեղեցիկ է, հրաշք, միևնույն ժամանակ վտանգավոր։ Բոլորիս լավ օր, միշտ կհասնենք ռեստորան։ Գնացինք Սևանից։
Հարգելի սևանցիներ, հարգանքներս ինչպես նկատում ենք, մենք Սևան քաղաք շատ քիչ են գալիս, բայց գալուց էլ լավ առիթի համար են գալիս ու երբեք չի եղել այնպես, որ հանկարծակի նկարվենք, մենք միշտ էլ բարեկամներս այդպես ճիշտ ձևով են գնում Սևան ու արագաչափը մեզ չի նկարում։ Հետևաբար ընկերներ, մենք միայն լավ ենք զգում եւ այսօր այս պահին մենք գնում ենք Darling Hall ռեստորան, որտեղ հավաքվել են մեր բարեկամները։ Ինձ արդեն Վիկան ասեց, որ բոլորն էլ ուրախ հավեսով հայ մարդիկ են, դե իհարկե քյավառցիները այդպես է պետք է լինեն, այնպես չի որ քյավառցին կարա այդպես հյուրասեր չլինի, ուրախ չլինի, կյանք ու խինդով լցված չլինի։ Հետևաբար մենք կրկնակի երրակի ուրախացած գնում ենք, նկատենք, որ մեր կողմը արև է, այն կողմում արդեն ամպերն են կուտակվել, բայց երբեք էլ չի եղել այնպես, որ եղանակը մեր տրամադրությունը պատասնի, միայն լավացրել է, ուժեղացրել ու մեզ տարել է առաջ։ Հետևաբար ոչ մի բան չի փոխվել ու չի էլ փոխվի։ Մենք հիմա քո շնորհիվ, քո նավիգատորի շնորհիվ պետք է գնանք, ուր է նավիգատորը Darling Hall-ը գտի է։ Ո՞րն սկիզբն է։ Ո՞րն է Darling Hall-ը։ Դե բարեկամներ հիմա մուտք են գործում Սևան քաղաքը ֆիքսի է, գերածը ֆիքսի։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Դարերով կա ու կլինի մեր Սևանը։ Սա լիճը չի ընկերներ, քաղաքն է, Սևան քաղաքը։ Իսկ մենք նրա գեղեցիկ փողոցներով սլանում ենք դեպի Darling Hall։ Սերը շատ լինի բոլորիս մոտ, իսկ հիմա ես կմեկնաբանեմ Սևան քաղաքի գեղեցկությունները, տեսեք ինչքան սիրուն են մտածել ու կառուցել այս հրաշք քաղաքը։ Հիանալի է ուղղակի, բուսական աշխարհը եւ շենքերի միաձուլումը ուղղակի հոգեթով է։ Հասնենք այնտեղը, որտեղ որ մեզ պետք է Հովանես, բարեկամ։ Ամեն սանտիմետրը շատ գեղեցիկ է Սևան քաղաքի, հետևաբար մենք հիանալով գնում ենք, գնանք մինչև կհասնենք մեր շատ սիրելի Որացա անունը այդ ռեստորան, Darling ռեստորան ընկերներ, Darling են գնում, Darling, արիշ բարդ ասել է, Darling են գնում։ Հիանալի փողոցներ են կաղապ Սևանցի բարեկամներն են, որ նայում են, թող հիանան իրանց Սևանով, հիշեն, վերապրեն, որովհետև դա գաղտնիք չի, որ մեզ դրսից են նայում, հիմնականում նրանք որ նայում են, կարոտները առնում են, ճիշտ է, մի հատ չեն գերում ապրես, որ մեր օրինակ Սևանը կամ ինչ-որ տեղը նկարին տեսանք, շատ քչերն են գերում, բայց լավ կներ որ գերեն, չէ, որ գերենք իմանանք արժի նկարել, թե չարժի նկարել, այդ չեն գերում այդ պահ, էլի, գերեք անպայման մեկնաբանություններում նկարենք ճանապարհը, թե չէ, ձեր բնակավայրը ու մնացած տեղերը։ Ասեք, հուշեք մեզ, որ իմանանք ոնց աշխատենք, որ մաքսիմում ձեր սրտին մոտիկ լինի, նայելուց էլ ձեզ լավ զգաք բարեկամներս։ Կանգնենք մինչև կբացի։ Այս սվետաֆորը միշտ ես չեմ տենում։ Չգիտեմ, ինչու է այդպես։ Գեղեցկագույն յաշիկ մակնիշի մեքենա։ Դե, տենց է, Սևանի մեր բարեկամները լավ էլ հարուստ են, ունևոր են, աստվածը ավելի ունևոր դառնան, ուժեղ են ամեն ինչը, ես բոլորին եմ դա կամենում, որ հարստանան, ուժեղանան, որ սկսեն հարուստներին սիրալ, էլի, թե չէ Հայաստանում կա ընդունված մշակույթ կամ չբարձրաձայնված մշակույթ, որ հարուստներին չեն սիրում, իմացեք, որ հարուստներին սիրեք, դուք էլ կհարստանաք, չեք սիրում, դրա համար չեք հարստանում, այնպես որ սկսեք սիրել հարուստ մարդկանց, տեղ տալ, հարգել ու հարցեր տվեք, հաստատ ձևերը կասեն ոնց հարստանաք, էլի, իրականում ոսկին հողում չի թաղված, ոսկին մեր ուղեղի մեջ է, երբ որ ոսկի բաներ կան, հասկանում ես, սկսում ես հարստանալ, ով չի հավատում, կարող եմ առանձին օրինակ մի հատ վիդեո նկարեմ ու ցույց տամ ապացուցեմ, որ հարստանալը դա պետք է սկսես հարուստներին հարգելով, հարուստներին տեղ տալով քո կյանքում, դռները բացես, ասես համեցեք հարուստներ, ես ուզում եմ ձեզ հետ նամ առնեմ ու հետևաբար դու կդառնաս հարուստ։ Տեսեք բարեկամներ, հասանք մեր շատ սիրելի ռեստորանը, որը մեզ պատրաստ է գեղեցիկ դիմավորել, ավել լայնարձակ պարկինգ ունի, շուտենք որտեղ կարող ենք գտնել մեր սրտի կանգնելու տեղը։ Հիմա մեր զույգը սկի չի էլ կասկածում, չի էլ մտածում, որ հնարավոր է անակնկալ է լինելու։ Բարեկամներ, այսօր տոն է ուրախություն, ինչի վառապացույցը մեքենայից կապոտն է, հալալ քուրը տա։ Ողորողորդ աղջիկն է։ Այսինքն դառնում է Քեզ փեսան քեզ ինչ բարեկամ ալնում։ Ողորողորս օներ ցակի տաղենա։ Հա, ախպեր դու խնամի ես, էլի։ Խնամի եմ բայժ։ Հա։
Ուրեմն ախպեր, ստե մեզ կարևոր հովո էսի դու ես պահում։ Հարսիկի բուկետը։ Հա, նկարվում ենք։ Դավայ, նկարվենք, բայց չանենք։ Հատո ես նկարում։ Հետո վենի iPhone-ը, լավ։ Ախպեր արիստից նկարթում էր բաները, վայ։ Բարեկամներ, այս գեղեցիկ ծաղիկները հենց ինքնին ուրախություն են, եւ այս ուրախությունը հիմա մեծ թափով հարգանքով ու սիրով մտնում է սրա։ Ուր որ է, բարև ձեզ։ Ոնց եք։ Այսօր քեֆ արել եք, հա նորմալ, բարել եք։ Այս ավելի ուժեղ ալելու։ Սպասում ենք, որ այս դռներից դուրս գա հանդիսավարը, հələ դուրս չեք, սպասում ենք։ Բայց շատ լավ է, մենք նկարվում ենք իրար հետ։ Տոն տունն ես, ամեն ինչ տուն ես։ Ես ձեր ամուսնու հետ արդեն նկարվել եմ։ Հա։ Մի հատ իրար հետ նկարվում մամայս ուղղակի։ Ու ես պարտում եմ, ասում եմ դրեք Ստեփան դրամից թարգման։ Ես ա ձեր վիդեոն էլ ալնելու։ Տատի հեսա գալիս ենք։ Բան չմնաց, հա։ Ամուսնուս ասեցի իշկն ինձ անակնկալ արա, ծնունդիս։ Ինչի չես արել։ Ինչի չես արել։ Ախպերական որ կզանգես, խաբար կասեք ով այլ որ զանգեք։ Հովո նուրա, հովո։ Սա მე տատիկին բարևում եմ, հարգանքներս, շնորհակալություններս, հա։ Դες խոսացի տատի հետ։ Հիմա զանգ Ախպեր, ես վախից ակո զանգին 3 ես սպասում։ Հա չէ, ախպեր, ես վերջի պահին եմ զանգում։ Ես գիտեմ։ Չի ուզում բաց թողնել Քո աչքերն են ինձ հաղթել Ես գերիտ եմ մնացել Եվ ես ասելու։ Քեզ էինք ասում, բավական բան է։ Դե ասել են ապե, քեզ առաջել էին ասել։ Ստե, ախպեր վիճակը։ Հա, Դու կասես չէ ում կողմից ես։ հա։ Խոսափողը հանձնում եմ ինձ շատ սիրելի հանդիսավար Անուշ ախպորը Արման։ Սովորաբար երբ Մարգարյանն է մեզ հույր գալի, ուրեմն անպայման այդ հետաքրքիր անակնկալ է սպասում, այս պահին էլ ասեմ, որ Դարլինգ հոլում են գտնվում, Սևան քաղաքում, լավ հարսանիք են կազմակերպել, իսկ հարսանիքը զարդարելու է ընկերս Ստեփանը Մարգարյան, պատկերացնում եմ, որ անակնկալները էլի շարունակականն են, Ստեփան ջան։ Վայ Սարգսյանն էլ է մեզ հետ, վայ Սարգսյան, Սահակյան Վահեն, մեզ հետ, տեսեք, այրաշլանի երկեր ունի, ես լսելու եմ անպայման քո երկերը։ Շատ ուրախ կլինի, ես գնաց։ Արման, շնորհակալ եմ Արման, հաջողություն։ Անում եմ ասում, հայաց տրամադրություն։ Մենք հիմա ականատես կլինենք մեր Մարիամ Հարսիկի գեղեցիկ պարին, որովհետև Հարսի մենապարն է եթերում։ Միթե իրական ես Հեքիաթիշ ես հայտնվել Դու ինքդ չգիտես ինչքան ես Սրտի շափը մեծացրել Դու հիմա իմ տուն ես Իմ տաքուկ անկյուն ես Ու ոչ ոք չունի քո աչքերից Արևից պայծառ է Քո ժպիտն ու ձայնը Ջերմանում եմ ես հենց քեզնից Իմ երկն ու քո պարը Հիմա մի աշխարհ է Որտեղ միայն սերն է Իսկական Ես քեզ խոստանում եմ Այն սերը որ զգում եմ Քոնե ամեն ժամ ու վարկյան Ստեփան Մարգարյանի սիրված ու ճանաչված TikTok-եր ընկերոջը բացը ծափերը Ստեփան Մարգարյան Շնորհակալ եմ Արման ջան, շնորհակալ եմ շախուր անելու համար։ Հիմա ես ուզում եմ DJ երաժշտությունը մի քիչ ցածր անի, որ լսենք տենակ ոնց է տրամադրությունը սրահում, ոնց է տրամադրությունը։ Հարց եմ տալի, ասեք ծափերով։ Շնորհակալ եմ, բայց մի բան ասեմ, ծափերը դեռ նոր են սկսում եւ սկսում է Հարսիկի կողմը թող ծափեր տա։ Հասկանալի
հասկանալի տրամադրությունը հարսիկի կողմում, իսկ հիմա մենք անդրադառնում ենք Փեսայի կողմին։ Ո՞նց է ձեր տրամադրությունը։ Անհամբերանում Շատ լավ, միշտ այդպես լավ տրամադրություն ունենաք եւ ինչպես նկատում եք շատ սիրելի Փեսա եւ Հարսիկ ինչքան ուրախ են ձեր շուրջ հավաքված բոլոր բարեկամները, նրանք իրենց օրհնությունն են բերել ձեզ, ես էլ եկել եմ ձեր բարեկամներից մեկի կողմից ձեզ շնորհավորանքներ բերելու, իսկ թե ում բարեկամների կարող է ասես դու հələ հասկանանք հասկացել ես ում կողմից կլինի։ Ռուսաստանից։ Կարենից։ Ես էլ չեմ շարունակում, չեմ ասում ում կողմից է, որովհետև անակնկալը մի քիչ երկար է ու ընթացքում կհասկանաք նվերների միջոցով, թե ում կողմից է։ Հիմա ես մեր շատ սիրելի Փեսային հանձնում եմ ծաղիկներ, ով ամբողջ սիրով, հոգատարությամբ եւ ջերմությամբ կնվերի Հարսիկին, մի հատ էլ պաչիկ կանի, դուք էլ պաչիկ կորսնի ծափեր կտաք։ Բայց քանի դեռ ես ապրում եմ, քեզ սիրելը իմ խոստումն է, անսահման Շնորհավորանքներ եւ օրհնություններ։ Ճիշտ ես դու բարեկամ, ընդհանրապես Ռուսաստանից եմ ես եկել բերել այս անակնկալը ձեր համար, որովհետեւ Ռուսաստանում ոնց էլ չլինի, սեյվանցիները բարեկամներ շատ ունեն։ Եվ ուզում եմ ասել, որ անակնկալը կազմակերպողը Փեսայի կողմից է, Հարսիկ ջան, բայց քեզ շատ են սիրում, ուրախացել են ձեր միության համար եւ այդ առիթով նվերներ են պատրաստել բազմատեսակ եւ հիմա ես ձեզ ուզում եմ հանձնել երկրորդ նվերը, որը հատուկ ձեր համար է։ Բացում ենք ու հիանում։ ու կմնամ կանգուն չափիս եկած փոթորիկներում Զաքարը հիմա շատ ճարպիկ ձևի բացում է նկարը։ Ես ուզում եմ դրան զուգահեռ ձեզ մի կարևոր մաղթանք անել, Զաքար ջան։ Այս նկարում պատկերված սերը թող միշտ ձեզ հիշեցնի դրա մասին եւ կյանքում ինչի էլ հանդիպեք ինչ դժվարությաններ, նայեք այս նկարին հիշեք, թե ինչքան շատ եք իրար սիրում ու շարունակեք ձեր գեղեցիկ կյանքը։ Այս նկարը ձեր համար է հատուկ, ամբողջ կյանքի համար։ Նայելով կհիշեք, կվերհիշեք ձեր սերը եւ կհաղթարեք բոլոր դժվարությունները։ Իսկ հիմա ես ուշադրությունը հրավիրում եմ հաջորդ նվերի վրա։ Այս նվերով արդեն ինչ որ չափով պիտի հասկանաս, ոսկե է էլի, ում կողմից կլինի։ Մի հատ էլ հարցնեմ։ Քրոջս։ Հələ անուն։ Վիկայի։ Չեմ ասում, հələ չեմ պատասխանում, բայց այս կոնյակը խորհրդանշական է, ես ես քեզ պետքա չտամ։ Հանձնում ենք քո հայրիկին։ Որտեղ է հայրիկը։ Հրավիրում ենք մայրիկի հետ միասին Փեսայի Հարսիկը, Փեսայի մայրիկի ու հայրիկին հրավիրում ենք այստեղ, ծափեր տալիս եք։ Այս կոնյակը տալիս եմ, որ մեր զույգի առաջնորդի ծնվելուց քո ձեռքով բացես ու անուշ անեք։ Համաձայն եք։ Շատ լավ է, հիանալի է։ Հիմա, քանի որ Փեսայի հայրիկին ու մայրիկին կանչեցինք այստեղ, մոտիկ կանգնեք։ Հրավիրում ենք այստեղ նաև Հարսիկի հայրիկին ու մայրիկին, ծափերը բարձր։ Անակնկալները շարունակում են եւ ով որ ուզել է անակնկալը, նա հատուկ է կազմակերպել, մամա, պապա, բոլորը այստեղ լինեն, որ գեղեցիկ խորհրդանշական լինի։ Նայեք ձեր ծնողներին եւ իմացեք, ձեր միությունը պետք է հասցնեք այս աստիճան սիրով լցված կյանքի, որ ամուսնացնեք ձեր երեխաներին։ Հիմա այստեղ էլի պակաս մարդիկ ունեք, իրանց էլ եմ կանչում։ Համաձայն եք, հա։ Այստեղ եմ ուզում հրավիրել նաև Լիդա տատիկին, Լիդա տատիկ, մի հատ արի ծափեր տվեք, թող Լիդա տատիկս ուրախանա, էլի շատ ուրախ լինի, որովհետև այսօր իր համար հաղթական օր է։ Այս վերջում ում որ կկանչեմ, արդեն իրանցով դուք կհասկանաք, թե անակնկալը ում կողմից է։ Տեսեք ելում եմ այստեղ հրավիրում։ Հրավիրում եմ Տիկին Հեղինեին եւ մեծ աղբեր Մերուժանին նույն ինքը ճարժը ուրա։ Ծափեր, աստեկան, բայց հեշ ճարժ չես, ինչ են ասում ճարժ։ Մեծ աղբետ է Մերուժան։ Հա, մարզպետ ունի, ճիշտ է, մարզպետ ունի։ Հիմա տեսեք, այստեղ հավաքվել են զույգեր, ում ներկայությունը շատ կարևոր է եւ հենց այնպես չեք եկել, ասեմ մանակ։ Հիմա ձեզ հերթով տալիս եմ ծաղիկներ, որ նվիրեք ձեր կանանց Հարսիկ ու Փեսա, նայեք, սովորեք, որ դուք էլ հասնեք այսօրվան ու ծափերը բարձր։ Այդ գերկի էլի, գերկում ենք նվիրելուց, գերկի մա ջիգարով։ Սիրում եմ քեզ իմ սեր ամնունացան
Դե գրքիլ պրծար նոր են պայթացնում, բայց ինչ անեմ, այդպես ստացվեց։ Հիմա հաջորդ ծաղիկները գնում է մեր առաջ Պեսայի հայրիկն ու մայրիկը։ Ձեր սերն եք հիմա ցույց տալիս։ Դուք նայում եք, չէ՞, ինչքան սեր կա։ Այս սերը թող հարատև լինի։ Հաջորդ ծաղիկները տալիս ենք արդեն մեր հարսիկի մայրիկին ու հայրիկին։ Հայրիկին տալիս ենք որ նվիրի մայրիկին մի հատ գրքի։ Հա, ծափերն էլ բացել։ Շատ գեղեցիկ պահ է։ Լիտա տատիկ։ Ոնց ես։ Ես ուզում եմ քեզ հրավիրեմ այստեղ քո օրհնությունը թող բոլորի գլխին լինի ու քեզ շատ են սիրում, իմացի։ Այս անակնկալ պատվիրողը, ես մի հատ էլ փեսային կարծեմ, վստահ եմ ինքը ճիշտ կասի։ Արդեն ասել է ճիշտ։ Ուրեմն մեծ սիրով այս անակնկալը կազմակերպել էր ոսկի մի տղա իր կնոջ հետ։ Հիմա գնանք հələ հարցնենք, նորից թող ասի, վստահ կասես։ Ռոբը, Ասա խալ ես ասում, կարճ ես ասում։ Ռոբը ու Վիկան։ Ոսկի Ռոբը ու Վիկան, շնորհավորում են ձեզ բոլորիդ, աշտերս լույս լինի։ Բարով միություն լինի, Աստծո օրհնությամբ, բոլորս Աստծո օրհնությամբ, հիմա ես բոլորս ես գեղեցիկ հավաքվեք հարցի փեսայի կողմերը, մի հատ էլ պայթուն անենք ու գնանք։ Սիրուն գեղեցիկ իրար ջել, մոտիկ կանգնեք։ Եվ պետք է նշեմ, որ Ռոբը Զոնքաչ մայրիկին շատ է սիրում։ Բերել, մեր նորապսակներին մարդենք փայլուն կյանք, համատեղ գեղեցիկ ու լիքը երեխաներ ու վերջին հարցն էլ տամ գնամ, քանի բալիկ եք որոշել ունենաք։ Շատ։ Ասա շատ։ Հարցիկն էլ ասում շատ, ուղղակի կամաց ասած, շատ բալիկներ հայոց աշխարհում թող ծնվեն, մենք էլ հզորանանք ու ժեղանանք Խավորջան քո գլխավորությամբ։ Ես տեսա ինչ լավ էր ապարում, ամեն ինչ տեսել եմ։ Ձեզ լավ որ բարձր տրամադրություն մենք հեռանում ենք եւ իմ հեռանալուց ես միշտ ուզում եմ հատուկ հանդիսաբարի համար ծափեր տանք, որ ոգևորվի ու շատ գեղեցիկ անցկացնի ձեր առիթը։ Արման ջան, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, գերեզմա։ Ես թվում է ամեն շտավել եմ։ Այո, բարեկամ ջան։ Ես քեզ անհատական ուզում եմ ասեմ, շնորհակալություն, որ դու կաս։ Ընթերեմ աղբերս։ Լիքը տեսել եմ։ Ես էլ շնորհակալ եմ, որ դու կաս։ Ջան, աղբերս, աղբերս։ Լավ եք, դες բարձր տրամադրություն։ Հələ գիտես ինչ եմ ուզում անեմ, ստե մտ պահ կար չջոգի աղբեր։ Մենք աղա էլի գանք ստե, հələ կային է աղբեր, ես ինչ։ Էլի գանք։ Օրանգեր, ես չեմ ջոգում, երկու հատ զակաս կա աղբեր, ձերունքական է նայեք։ Վիկան չի, չէ։ Չէ, բանն ախպեր, Արմինեն է։ Արմինեն Հայտարարել են աղբեր։ Էլի զակաս կան չի։ Անցի տարն է, դուք մի քանի օր առաջ գարցեն եկեք կանել է։ Չէ լավ, որում ես ես այլի գալիս եմ արդեն։ Հա? Աղբեր հա, էլի, արի հետս այդտան գանք, էլի։ Հորա աղբեր կան տենամ։ Դուք չեք մոռացել, չէ, որ վաղը արդիթն է։ Աղբերս ես երկու անակնկալ խառնել եմ իրար։ Բարեկամներ, Զաքարի եւ Մարիամի այս գեղեցիկ առիթը էլի շարունակվում է, որովհետեւ հիմա հորակրոջ անակնկալը պետք է բերենք, գնանք սա հավաքենք գանք, ինչ ասեմ։